Անցած շաբաթ Մերձավոր Արևելքում պատերազմի եւ գնաճային մտահոգությունների ֆոնին ամերիկյան ֆոնդային շուկաներում անկման միտումը պահպանվել է շաբաթական կտրվածքով, S&P 500-ը նվազել է 1.9%-ով, NASDAQ-ը եւ Dow Jones-ը մոտ 2%-ով։ Միաժամանակ էներգետիկ ոլորտը գրանցել է արդեն 13-րդ անընդմեջ շաբաթական աճը։ Մերձավոր Արևելքում պատերազմի սրման, նավթի բարձր գների եւ գլոբալ ներդրումների ոլորտում աճող ռիսկերի ֆոնին hedge ֆոնդերը անցած շաբաթ ակտիվորեն վաճառել են ասիական բաժնետոմսերը, գրանցելով ամենամեծ վաճառքը 2025 թվականի ապրիլից ի վեր։ Goldman Sachs-ի տվյալներով վաճառքները հիմնականում վերաբերել են Թայվանի, Հարավային Կորեայի եւ Հնդկաստանի բաժնետոմսերին, մինչդեռ Չինաստանի բաժնետոմսերի նկատմամբ ճնշումը համեմատաբար մեղմ է եղել։ Շուկաների վրա ճնշումը շարունակվել է նաեւ այս շաբաթվա սկզբին, երբ Taiwan Weighted Index-ը նվազել է մոտ 5%-ով, իսկ Kospi-ն շուրջ 3%-ով։ Անցած շաբաթ եվրոպական ֆոնդային շուկաներում նույնպես անկման միտումը պահպանվել է շաբաթական կտրվածքով, համաեվրոպական Stoxx 600 ինդեքսը նվազել է 3.8%-ով։ Բոլոր հիմնական ոլորտները բացասական դինամիկա են գրանցել, պաշտպանության ոլորտը նվազել է 3.2%-ով, ֆինանսական եւ էներգետիկ ոլորտները մոտ 2%-ով։ Անցած շաբաթ համաշխարհային բաժնետոմսերի ֆոնդերից արձանագրվել է ավելի քան 20 միլիարդ դոլարի զուտ արտահոսք, ինչը վերջին 3 ամիսների ամենամեծ ցուցանիշն է։ Ամենամեծ արտահոսքը գրանցվել է Միացյալ Նահանգներում մոտ 25 միլիարդ դոլար, եվրոպական ֆոնդերից արտահոսքը կազմել է ավելի քան 2 միլիարդ դոլար, իսկ ասիական շուկաները ընդհակառակը ներգրավել են մոտ 5.5 միլիարդ դոլարի ներդրում։ Բրիտանական սննդային հավելումներ արտադրող Applied Nutrition ընկերության բաժնետոմսերը Մերձավոր Արևելքում հակամարտության պատճառով տարածաշրջանում վաճառքների հնարավոր կրճատման կանխատեսման ֆոնին կտրուկ նվազել են, մինչև մոտ 18.6%-ով։ Չնայած դրան, ընկերությունը պահպանել է տարեկան հասույթի կանխատեսումը 140 միլիոն ֆունտ ստերլինգ, իսկ հունվարի 31-ին ավարտված առաջին կիսամյակում գրանցել է շահույթի մոտ 56% աճ։ Կիսահաղորդիչների արտադրությամբ զբաղվող Micron ընկերության բաժնետոմսերը չնայած սպասվածից բարձր ֆինանսական արդյունքների, կապիտալ ծախսերի կտրուկ աճի հետ կապված մտահոգությունների պատճառով նվազել են մոտ 5%-ով։ Ընկերությունը հայտարարել է, որ 2026 թվականին կավելացնի ներդրումները եւս 5 միլիարդ դոլարով, ընդհանուր ծախսերը հասցնելով ավելի քան 25 միլիարդ դոլարի։ Առնվազն 10 միլիարդ դոլար կապիտալիզացիայով ընկերություններից նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցել է արբանյակային պատկերների մատակարարմամբ զբաղվող Planet Labs-ը, որի բաժնետոմսերը մեկ շաբաթում աճել են 36.4%-ով։ Հաջորդը կիսահաղորդիչների արտադրությամբ զբաղվող Tower Semiconductor ընկերությունն է 31.2% աճով, եռյակը եզրափակում է հեղուկացված բնական գազի արտադրությամբ եւ արտահանմամբ զբաղվող Venture Global ընկերությունը 20.6% աճով։ Անցած շաբաթ ամենամեծ կորուստը գրանցած խոշոր կապիտալիզացիայով ընկերությունների եռյակը բացում է սերվերների եւ բարձր արտադրողականությամբ հաշվողական համակարգերի արտադրությամբ զբաղվող Supermicro Computer ընկերությունը, որի բաժնետոմսերը մեկ շաբաթում նվազել են 33.2%-ով։ Հաջորդը չինական շուկայում երաժշտության սթրիմինգային ծառայություններ մատուցող Tencent Music Entertainment Group-ն է 28.8% անկումով։ Եռյակը եզրափակում է թանկարժեք մետաղների արդյունահանմամբ զբաղվող Wheaton Precious Metals կորպորացիան 18.5% անկումով։ Եվրոպական կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ, սակայն հայտարարել է, որ պատրաստ է խստացնել քաղաքականությունը նավթի գների աճից բխող գնաճային ռիսկերի ֆոնին։ Շուկաները արդեն այս տարվա ընթացքում սպասում են վերաֆինանսավորման տոկոսադրույքի առնվազն 2 բարձրացում, յուրաքանչյուրը 25 բազիսային կետով։ Եվրոպական կենտրոնական բանկի բազային սցենարով գնաճը 2026 թվականին կկազմի 2.6%, սակայն շուկաները ակնկալում են մինչև 3.7% գնաճ։ ԱՄՆ դաշնային պաուստային համակարգը եւս պահպանել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 3.5-ից 3.75%-ի միջակայքում, միաժամանակ բարձրացնելով գնաճի կանխատեսումները եւ կանխատեսելով բարձր անորոշություն Մերձավոր Արևելքում պատերազմի ֆոնին։ Համակարգն այս տարի դեռևս ակնկալում է ընդամենը 1.25 բազիսային կետով նվազեցում, սակայն շուկաները արդեն հետաձգում են տոկոսադրույքի կրճատման սպասումները մինչև 2027 թվական։ Դաշնային պաուստային համակարգի գնահատականները
գնահատականով գնաճը տարվա վերջում կկազմի մոտ 2.7%, նախկին 2.4%-ի փոխարեն, մինչդեռ գործազրկությունը կմնա շուրջ 4.4%-ի մակարդակում։ ԱՄՆ-ում արտադրական գների ինդեքսը փետրվարին սպասվածից ավելի մեծ 0.7% ամսական աճ է գրանցել, ամենաբարձրը վերջին 7 ամիսների ընթացքում, իսկ տարեկան կտրվածքով այս ցուցանիշը հասել է 3.4%-ի։ Աճը հիմնականում պայմանավորված է ծառայությունների եւ ապրանքների թանկացմամբ, ինչպես նաեւ նավթի գների ավելի քան 40% աճով։ 2026 թվականի մարտի 23-ին Հայաստանի արժեթղթերի շուկայում տեղաբաշխվել է 3 միլիարդ դրամի պետական պարտատոմս, որոնք մարվելու են 2026 թվականի հոկտեմբերի 5-ին։ Հրապարակային աճուրդն ունեցել է երկու մասնակից, որոնց կողմից ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 6.3 միլիարդ դրամ։ Տեղաբաշխված պետական պարտատոմսերի միջին կշռված գինը կազմել է 96.4 դրամ, իսկ եկամտաբերությունը 6.9%։ Հետաքրքրված եք ներդրումներով, բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։ Apricot Capital-ը վերահսկվում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից։